Պարոն Սահակյան, երեք ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Ստեփանակերտում հայազգի տղամարդ է ձերբակալվել 58-ամյա Կարեն Ավանեսյանը, նա Արցախում է մնացել 2023-ից հետո, ասում են զինված հարձակում էր պատրաստվում իրականացնել, նրա մոտ անգամ ինքնաձիգ են հայտնաբերել, փամփուշտներ, նռնակ, անգամ միջադեպ է տեղ ունեցել եւ նա վնասվածքներ ունի։ Հիմա բոլորս փորձում ենք հայկական տեղեկատվական դաշտում, վերլուծական դաշտում հասկանալ սա ինչ միջադեպ է, ինչ նպատակ է հետապնդում, ոմանք ասում են, որ շոու է, ինչպես հարիր է ադրբեջանական կողմին, ես կխնդրեմ ձեր դիտարկումները։ Շնորհակալություն, ես ես վերջի կողմնակիցների կողմից կլինեմ, որովհետև շատ ակնհայտ է 23 թվականից հետո Արցախը ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից, այնտեղ իրենց զինված ուժերն են, իրենց օրենսդրությունն է գործում, իրենց ռեժիմն է գործում, Ալիևյան ռեժիմն է գործում, եւ այնտեղ եթե հայ է մնացել, ապա այդ հայի նկատմամբ իրենք խիստ վերահսկողություն են սահմանել հաստատ, այնտեղ պատական մարդիկ հաստատ չեն մնացել, ասենք արցախցիներն ասում են, որ ասենք մտավոր բան ինչ-որ խնդիրներ կամ շարժողական ինչ-որ խնդիրներ ունեցող մարդիկ կամ պարզապես մարդիկ, ովքեր այլևս էլ հույս չունեն բան, եթե 1-2 հոգի մնացել են, իրենք պետք է մնացած լինեն, եւ եթե այդ մարդը հրազեն է ճարել եւ իրենց այդ կամերաների տակով անցը գնացել է, բնականաբար դա արդեն սարկված է եղել, պետք է հասկանալ քաղաքական մոտիվը ինչի համար են այդ ամեն ինչ արել։ Ես կարծում եմ այսպիսի մեկ եւ մի քանի բաներ այտենց շոուներ կլինեն, որպեսզի համայն աշխարհին ներկայանան այն բանը, որ տեսեք հայերը պատրաստ չեն խաղաղության եւ բան են ունում, էլ իրենք ինչ-որ բզբզում են, այսպես ասած։ Նպատակը, այսինքն քաղաքական նպատակը այդ հնարավոր խաղաղության պայմանագրի տորպեդահարելու համար է, այո, որպեսզի նա պատճառներ ունենա, որը ասի չէ։ Ինչու պարոն Սահակյան, երբ ասում են, որ նախաստորագրված փաստաթուղթը գլխավորապես բավարարում է ադրբեջանական պահանջները, մենք տեսանք, որ Ադրբեջանը ավելի շատ բան ձեռք բերեց, քան հայկական կողմը։ Հիմա ինչու պետք է Ալիևը շահագրգռված լինի տորպեդահարելու, երբ ինքը նախաստորագրված փաստաթղթով անգամ ստանում է լուր մնաց ստորագրված։ Որովհետև Հայաստանից կարելի է ստանալ ամեն ինչ, ինչ պահանջին այլ կստանա։ Ինչու բավարարվել կիսով, երբ որ կարելի է վերցնել ամբողջը։ Նրանք չեն թաքցնում արևմտյան Ադրբեջանը խոսում, որ Երևանը Երևանի խանություն եւ այլ բան ինչ-որ սս բան են ասում։ Եթե կարելի է գալ եւ Երևանը նվաճել, ինչու բավարարվել Արցախով։ Իմաստը որն է։ Ես որ լսում եմ այդպիսի հայտարարություններ, պարոն Սահակյան, ինձ մոտ թվում է, որ այս աշխարհում չկան կարգեր, չկան օրենքներ, անարխիա է եւ Ալիև կոչվածը կկարողանա գալ ու այսպես Երևան գրավել։ Չէ, անարխիա չի, շատ հստակ ժամանակաշրջանում մենք հիմա ապրում, турբուլենտ գոտում ենք մենք հիմա գտնում, երբ որ նախկին կարգերը այլևս չեն գործում, եւ նոր աշխարհակարգ պետք է ձևավորվի, եւ նոր աշխարհակարգի ձևավորման այս ընթացքում նշмарվում են արդեն նոր աշխարհակարգի բաները։ Այս առաջիկա այդ ուղի եզրերը, այսպես ասած, այդ մասին բարձրաձայնում են, ասենք, բանը Տրամպը, փոխնախագահ Ամերիկայի այդ Դեյջի Վենսը բան։ Նրանք ասում են, որ օրինակ մինչև հիմա չի եղել նպատակահարմարության բանը, եզրույթը աշխարհքաղաքական այդ կանոնների մեջ, հիմա կա։ Օրինակ Տրամպը ոնց ասում, չէ, հիմա մեզ նպատակահարմար է, օրինակ որ Գրենլանդիան կամ բանը Կանադան Ամերիկային լինի կամ մեքսիկական ծոցը այլևս կոչվի ամերիկյան ծոց բան, չէ, եւ նրանք ասում են, որ հիմա ուժով կարելի է մենք խաղաղություն կարող ենք հաստատել եւ այլն։ Նրանք ասում են այդ տերմինները, այդ եզրույթները եւ դրա տակ հստակ հասկացություններ եւ աշխարհքաղաքական գործողություններ են նաեւ պատկերացնում։ Նույն բանը ասում է նաեւ Ալիևը, նույն բանը ասում է Էրդողանը, նույն բանը ասում է Պուտինը։ Այդ մենք չենք ուզում ընկալենք, որ այլևս ուժը դարձել է աշխարհքաղաքական լրջագույն հարցեր լուծելու բան, գործիք եւ դրա միջոցով նրանք կարողանում են գործել։ Տեսեք Իսրայելը ինչ անում։ Հիմա այնինչ անում են իսրայելցիները պաղեստինցիների նկատմամբ, հələ իրաց հələ Պաղեստինի տեսանկյունից նայեք։ Բարձր չէ, իրենք որ նայեն այս մեր տեսանկյունից, բա մարդկություն չկա, արդարություն չկա, բարոյականություն չկա, մարդկանց ոչնչացնում են, չէ, ցեղասպանում են։ Հիմա կա թե չկա, փաստացի կա։ Կա եւ այդ շրջանակներում նրանք կարողանում են մաքրել, էթնիկ զտման ենթարկել կամ ցեղասպանության ենթարկել, ինչպես կուզենաք անվանեք, պաղեստինցիները նույն կերպ Բառացիորեն նույն կերպ եղավ Արցախում։ Ասեմ ավելին, առաջի արարը հենց եղավ այդ փորձարկումները կատարեցին Արցախում եւ հայերի հետ կատարեցին, եւ երբ որ տեսան որ հաջողության հասավ, սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը նույն տրամաբանությամբ, սկսվեց իսրայել-արաբական պատերազմը նույն տրամաբանությամբ եւ դեռևս շատ կոնֆլիկտներ կլինեն հենց նույն տրամաբանությամբ, որտեղ ուժով կարելի է հարցեր լուծել եւ դա կլինի լեգիտիմ։
Մեկ ամիս է անցել այդ նախաստորագրված փաստաթղթի նախաստորագրումից, փորձենք հասկանալ մեկ ամսվա ընթացքում մենք ինչ ունենք, մենք տեսանք երկու պատվիրակությունների այց Հայաստան, թուրքական եւ ամերիկյան պատվիրակության այցի արդյունքում կարծես թե կա արդյունք, հայտարարվեց ամեն դեպքում $145 միլիոն ֆինանսական աջակցության մասին, որը պետք է տրվի Թրամփի ուղու հետ կապված ենթակառուցվածքների իրականացման համար, թուրքական պատվիրակության այցի հետ կապված հրապարակային արդյունք կարծես թե չունենք, ինչ դիտարկումներ կանեք, ինչպես կգնահատեք այդ մեկ ամիսը։ Դե ինձ թվում է այս մեկ ամսվա ընթացքում արդեն բազմաթիվ փորձագետներ շատ կողմեր արդեն խոսեցին այն մասին, որ սա հայկական կողմի համար մեծ հաշվով պարտվողական այդ քաղաքականության 20 թվականից հետո այս ինչ տեղի ունենում մեզ հետ, դրա ամրագրումներից մեկն էր, երբ որ մենք մեր սուվերեն տարածքը զիջեցինք երրորդ կողմի, հա, այս անգամ Ամերիկային ենք զիջել, լավ է, թուրքերին կամ ադրբեջանցիներին չենք զիջել կամ բաներին ռուսերին չենք զիջել, այդ տեսանկյունից հա կարծես թե լավ է, բայց մեկը զիջել ենք եւ Ամերիկային ենք զիջել, եւ ես ուզում եմ մեզ դիտողներին հա հիշեցնել, պարզապես որ էական չէ ու մենք զիջել, էական այն է որ զիջել ենք եւ եթե այդ կողմում որ պատկանում է այդ տարածքը, որոշի որ դա այլևս մերը չի, պարսիկներին, թուրքերին, ադրբեջանցիներին, ռուսերին, ցանկացած մեկի վրացիներին նա տալու է եւ մենք չենք կարող այդտեղ կարող է բողոքենք, բայց այլևս դրա այդ տարածքի նկատմամբ իրավասություն չունենք 99 տարով։ Հիմա սա լավ է թե վատ է, ժամանակը ցույց կտա եւ մեր հանդիսատեսը կամ մեր քաղաքացիները թող այդ մասին բան անեն, համենայն դեպս սա իրողություն է, որը ստեղծեց Նիկոլ Փաշինյանը 20 թվականի պարտությունից հետո։ Նիկոլ Փաշինյանը այլ տարբերակ ուներ, պարոն Սահակյան։ Բնականաբար։ Ո՞րն էր այդ տարբերակը։ Շատ տարբերակներ են եղել, տարբերակներից առաջինը էս այդ մասին նաև ձեր հետ միասին մենք քննարկել ենք, դա Նենսի Փելոսի այցից հետո եղած ամենաբարձր մակարդակով ԱՄՆ-ի հետ հարաբերություններն էին, որը մերժվեց։ Դրանից հետո Ֆրանսիայի հետ, դրանից հետո բանը մեզ մի շարք առաջարկներ են եղել Հայաստանի Հանրապետությանը, բայց մենք ընտրեցինք Էրդողանի առաջարկը, այսպես ասած, թուրքական աշխարհին ենթարկվելու ընդունելու թուրքական խաղի կանոնները եւ բայց առաջարկների մասին ինչ տեղեկություններ կան, պարոն Սահակյան, ինչն է ձեզ հիմք տալիս այդպիսի պնդում անել։ Ամենաբարձր մակարդակներով հայտարարություններ են լինում։ Հիշում եք, անգամ մի բան ստացվեց, որ ինչքան աշխարհում տենց լուրջ պետություն կա, ինք ասում են մենք կլինենք ձեր հովանավորը, մենք կլինենք, անգամ Գերմանիան եւ Բրիտանիան էին ասում, հասկանում եք, չէ՞։ Այդ խառպայրը ես կարծում եմ մենք բոլորը չենք մոռացել։ Եվ առաջարկներ լինում են, բայց Նիկոլ Փաշինյանը ընտրեց Էրդողանի առաջարկը։ Նա ասաց, այդ 3 գումարած 3 մենք մեր հարևանների հետ բան չէ, հիշում եք այս խոսույթները, որ ասում էր հերու չեն գնա ուր գնանք բան, եւ ինքը ընտրեց թուրքական աշխարհում ասիմիլացվելու տարբերակը։ Հիմա եւ այս ամեն ինչին վերջ կլինի միայն այն պարագայում, երբ որ մենք փոխենք իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը չլինի եւ այլ քաղաքականություն վարենք, որտեղ մենք խոսենք, որ հայկականությունը մնալու է, Հայաստանը մնալու է, մենք ունենք սեփական շահեր, ոչ թե այդ ամեն ինչը պետք է այտենց զիջվեն եւ ստորադասվեն թուրքական կողմին, էլի։ Հիմա մենք այդ քաղաքականությունն ենք վերցրել եւ աշխարհը մեզ հենց այդ աչքով էլ նայում է։ Օրինակ ինչու Ադրբեջանին այդքան առավելություններ տրվեց, թվում է թե Ամերիկան մեր դաշնակիցներ եւ գնացինք անստեղ անդադ այդ քարոզ տարվում էր, չէ՞ որ Ամերիկան հայկական բանատանում, տենց նարատիվներն են առաջ տանում, անգամ թուրքերը, ադրբեջանցիներն էին ասում մենք բանի ժամանակ, Բայդենի ժամանակ ասում եմ մենք ուժեղ պայքար էինք մղում, որպեսզի այդ աննախադեպ պրո-հայկական այդ ամերիկյան վարչակարգին կարողանայինք դրա դեմ առնել պայքարել եւ այլն բան։ Այսինքն տեղ պրո-հայկական ինչ որ քաղաքականություն է եղել, պրո-հայկական առաջարկներ են եղել, որոնք ադրբեջանական կողմը մեծ հաջողությամբ չեզոքացրել է, հայկական կողմը մեծ հաջողությամբ ձախողել է։ Եվ եկանք հասանք Տրամփի այս առաջարկին։ Այս նույն առաջարկը ես ուզում եմ հիշեցնել, որ եղավ նաեւ բանին Ուկրաինային, չէ, նույնիսկ 99 տարով այդ տարածքները վերցնենք բան, որովհետև պատերազմում զոհեր տվող այդ տենց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Ուկրաինան ասեց ոչ, եւ նրան ավելի լավ առաջարկ արեցին։ Իսկ մենք տենց մեզ ինչ առաջարկում են Նիկոլ ասում այո, ով ինչ առաջարկում ասում են այո, եւ եթե այո է, նշանակում է ինչ ուզենք առաջարկին եւ մենք էլ ամեն ինչին պետք է համաձայնվենք դրա համար էս վիճակն է։ Պարոն Սահակյան, Թրամփը օգտագործելով սեփական հեղինակությունը, այսպես ասած, սեփական ջանքերը գործադրում է, որպիսի ինչ պայմանավորվածություններ ձեռք բերի, որոնց արդյունքում ազդեցությունը կմեծանա Թուրքիայի Հայաստանի վրա կամ տարածաշրջանում։ Այսպես թե այնպես 20 թվականի պատերազմից հետո Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծանում է, Ռուսաստանը փոքրանում է
եւ թուրքական կողմը կարողանում է հստակ այդ իր ծառայությունները վաճառի, ասենք ամերիկյան կողմին, ասի ուզում եք ռուսներին այստեղից անենք, մենք անենք, մենք էլ դե ձեզ կծառայենք կամ ձեր բարեկամներն ենք, ձեր դաշնակիցն ենք եւ այլն բան, իրենց համար դա ընդունելի տարբերակ է, եթե ռուսները չեն, ապա թող իրենց համար իրենց հետ ասոցացվող իրենց կողմը լինող Բայց ԱՄՆ-ն այստեղ հենց Թրամփի ուղի է կոչվում, հենց հայ-ամերիկյան ընկերություն է գործելու, ստեղծվելու, գործելու, կառավարելու։ Հիմա դա նշանակում է թուրքական ազդեցություն։ Չէ, հենց այդ կարճ կտորը լինելու է ամերիկյան ազդեցության տակ եւ ամերիկան այդ տարածքը օգտագործել է որպեսզի Չինաստանից Եվրոպա այդ ուղու վրա հստակ ազդեցություն գործի երբ ուզենա փակ, երբ ուզենա բացի, ամերիկան անելու, ինքն է որոշելու, այլևս մենք չենք որոշելու։ Եվ այդ ճանապարհը, այդ միջանցքը այն բանի համար է, որ թուրքալեզու ժողովուրդները իրար հետ անխոչնդոտ կպնեն։ Հիմա դա թուրքական շահերին սպասարկում է թուրքական շահերը, թե չի սպասարկում։ Թուրքականը սպասարկում է, բայց թուրքականը սպասարկվում է, հայկականը սպասարկվում է։ Եթե այդ բազմա միլիարդանոց այդ ժողովուրդները երբ որ առևտուր անեն եւ այդ ամբողջ հասույթը մերը լիներ, այդտեղ կլիներ որ հայկական շահը սպասարկում։ Հիմա մենք կիսվում ենք ամերիկյան եւ ադրբեջանական կողմերի հետ։ Հիմա այդ են գումարներն են լինելու, որով մենք պետք է բան ասում են, չէ, միլիարդավոր դոլարների բան ունենք, արտաքին պարտք ունենք։ Այդ են միջոցներ, որով մենք փակելու ենք այդ միլիարդավոր դոլարները եւ հավելյալ ներդրումներ ենք անել մեր տնտեսության, գիտության, առողջապահության, անվտանգության մեջ եւ ուժ ենք ստանալու։ Հիմա մենք այդ ամեն ինչը կիսվում ենք, մենակ նրան համար որ այսինքն տարբերակ կար չկիսվելու եւ Նիկոլ Փաշինյանը այսպես չսիրելով Հայաստանը, չսիրելով սեփական թեկուզ աթոռը կամ իր իշխանության, հանուն իր իշխանության գնաց եւ որոշեց, որ պետք է կիսվի ամերիկյան ընկերության հետ։ Այսինքն կար տարբերակ, որտեղ կարող էր ինքը։ Իհարկե կար տարբերակ։ Լավ էլի, պարոն Սահակյան։ Տեսեք, եթե այդպիսի տարբերակ լիներ եւ Նիկոլ Փաշինյանը օգտվեր, նա հավերժ կմնար երևի թե Հայաստանի ղեկավար։ Ով չէր ուզենա այդպիսի տարբերակից օգտվել։ Նույն բանը մենք ասում ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, ասում ենք, եթե դու անվտանգության հարցերը լուծեիր, այս աներեն աներ, դու հավերժ ես քո սահմանադրությամբ մնալու էր, հավերժ մնալու էր միջև ցմահ, միջև կյանքիդ վերջ մնալու էր նախագահ կամ վարչապետ, հա։ Ինչն էր խանգարում, որ այդ մարդը չգնար այդ գործողություններին, հա, այսինքն Հայաստանը չքայքայեր, տնտեսությունը չավիրեր, այդ հանցագործ ռեժիմը չաներ եւ այլն։ Այդ մարդու էությունը իր աշխարհընկալումն է, իր պատկերացումն է աշխարհի մասին։ Հիմա նույնը Նիկոլի պատկերացումն է։ Ինքը ասում է, եթե մենք չտանք թուրքերին, մեզ կոչնչացնեն։ Լիպարյանը հիշեք ինչ էր ասում է, մենք պետք է հանձնվենք, ստորագրենք ինչ ուզում են եւ եթե նրանք որոշեն, որ մենք այլևս իրավունք ունենք ապրելու, ինչ կտորի վրա որ նրանք կորոշեն, այդ կտորի վրա կապենք։ Լիպարյանը ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, պարոն Սահակյան։ Քաղաքական մտածողության, աշխարհայացքային այդ հայրն է, այս քաղաքականության, որ վարվում է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք պետք է տանք, որովհետև դա իրենցն է, ասում է, չէ՞, մենք կադաստրի թուղթ չունենք։ Ով պիտի տա կադաստրի թուղթ, ասում է թուրքերը պիտի տան։ Այդ նշանակում է թուրքերից նա գնում է եւ թույլտվություն է հարցնում, որտեղ կարող ենք ապրել, այսպես ցույց տվեք միտեղ, որտեղ մենք ապրենք։ Այդ այլ բառերով ասված, այնա ինչ որ ինքը անում է, էլի։ Ինչի մասին է խոսքը։ Լավ, այսպես ես ձևակերպեմ հարցը։ Նոյեմբերի 9 թե Վաշինգտոնյան պայմանավորվածություններ կամ հռչակագիր։ Ոնց ասեք Նիկոլ թե Քոչարյան։ Դա երկու վատի եւ առավել վատի միջև ընտրություն է։ Վատի եւ առավել վատի դուք փորձեք համեմատել ըստ էության այդ երկու փաստաթղթերը, որ դրանք պարտվողական ծանր հետևանքներ են, այո, դուք ճիշտ եք, նոյեմբերի 9-ով այն ինչ որ չկարողացան մեզանից ստանալ, այսինքն այդ միջանցքը բանով ստացան, օգոստոսով ստացան, Տրամփի միջոցով ստացան։ Հիմա ինչ տարբերություն, միջանցք է եւ մերը չի այդ միջանցքը, ես եմ ասում։ Մեր համար ինչ տարբերություն է, դի ռուսինն է, թուրքինն է, վրացունն է, պարսիկինն է, թե ամերիկացունն է, թե ֆրանսիացունն է, մերը չի այլևս։ Հիմա դեռ լավը ո՞րն է։ Մերը չի։